Ողջույն։ Այս կինը արդեն վաղուց դարձել է լեգենդ, չնայած նրան, որ ապրել է մեզանից ավելի քան 2000 տարի առաջ։ Նա համարվում է գեղեցկության նետալուն, չնայած նրան, որ ոչ մի հստակ պատկեր իրենից մեզ չի հասել։ Վերջ-վերջո մեզանից գրեթե բոլորը ամեն օր տեսնում են նրա անունը Հայաստանում տարածված անձեռոցիկների տուփի վրա։ Մենք այսօր խոսելու ենք Կլեոպատրայի մասին։ Սկսենք կոնտեքստից։ Եգիպտոս մեր թվարկությունից առաջ 48 թիվ։ Ալեքսանդրիան Եգիպտոսի մայրաքաղաքն է, հսկայական, հարուստ, հնագույն քաղաք։ Այս քաղաքը հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին, ում մարմինը հանգչում է հենց այստեղ, Ալեքսանդրիայում, Մարմարե սարկոֆագում։ Ալեքսանդրիայի շուկաները միշտ աղմկոտ են։ Այստեղ վաճառվում եւ գնում են ապրանքներ ամբողջ աշխարհից՝ հացահատիկ, գինի, միս, ոսկյա զարդեր եւ այլն։ Քաղաքի վերևում բարձրանում է աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ 150 մետր բարձրություն ունեցող հայտնի Ալեքսանդրյան Փարոսը։ Իդեպ մարդկությունը մինչև 20-րդ դարի սկիզբ ավելի բարձր ոչինչ չի կառուցել։ Ալեքսանդրիայում իշխում է հունական Պտղոմեոսյան տոհմը եւ Կլեոպատրան ծագումով հույն էր։ Պտղոմեոսների ընտանիքում գահը որպես կանոն կիսում էին եղբայրներն ու քույրերը, որոնց ամուսնացնում էին։ Սակայն հաշվի առնելով թագավորի սիրուհիների թիվը, եղբայրները ու քույրերը հաճախ խորթ էին։ Պտղոմեոսի ընտանիքում ծնվեց մի աղջիկ՝ Կլեոպատրան։ Իդեպ նա Կլեոպատրա 7-րդն էր, քանի որ ընտանիքում ընդունված էր անվանել աղջիկներին Կլեոպատրա, իսկ տղաներին Պտղոմեոս։ Ինչ տեսք ուներ Կլեոպատրան։ Արդյոք նա իսկապես գեղեցկու էր։ Մեզ ճշգրիտ պատկեր չի հասել։ Կա Մարմարե կիսանդրի, որը քիչ թե շատ հուսալի է համարվում։ Դատելով դրանից, Կլեոպատրան հավանաբար ուներ տիպիկ հունական արտաքին։ Պատմական նկարագրություններում նույն իրավիճակն է։ Պատմաբաններից ոչ մեկը, ում գործերը հասել են մեզ, անձամբ չի տեսել Կլեոպատրային։ Ենթադրվում է, որ նա ժամանակակից չափանիշներով ցածրահասակ էր եւ հավանաբար ուներ մի փոքր ավել քար։ Նրանից 2 դար անց ապրած պատմիչ Կասիուս Դիոն Կլեոպատրային շատ գեղեցիկ է անվանում։ Խոսքը տանք Պլութարքոսին, ով ապրել է Կլեոպատրայից ընդամենը 100 տարի անց եւ գրել. Այս կինը չուներ այնպիսի գեղեցկություն, որը կարող էր զարմացնել առաջին հայացքից, բայց նրա խոսքը անդիմադրելի հմայք ուներ։ Կլեոպատրայի կերպարը զուգորդված խոսքի հազվագյուտ համոզչությամբ եւ հսկայական հմայքով հավերժ դրոշմվում էր հոգու վրա։ Կարելի է ենթադրել, որ Կլեոպատրան միգուցե եւ գեղեցկության էտալոն չէր, բայց ամենայն հավանականությամբ շատ եւ շատ աստղով աղջիկ եւ հետո կին է։ Այսպիսով մեր հերոսուհին Կլեոպատրա 7-րդն է, հելենիստական Եգիպտոսի վերջին թագուհին։ Նա ծնվել է մեր թվարկությունից առաջ 69 թվականի հունվարի 30-ին, քաղաք Ալեքսանդրիայում, թագավորական պալատում իր հոր Պտղոմեոս 12-րդ գահակալության 12-րդ տարում։ Պատմությունը չի պահպանել Կլեոպատրայի մոր անունը։ Միգուցե նա թագավորի սիրուհիներից էր։ Կլեոպատրան ստացել է գերազանց կրթություն։ Նա շատ խելացի էր, տեղեկացված էր գիտության վերջին նվաճումներից, ուներ դիվանագիտական տաղանդ եւ պոլիգլոտ էր։ Նա մի քանի լեզվի էր տիրապետում։ Իդեպ Կլեոպատրան համարվում է նաեւ գեղեցկության պրոցեդուրաների հիմնադիրներից մեկը։ Ըստ որոշ աղբյուրների, հենց նա է առաջինը սկսել վարդի ջրով լվանալ իր դեմքը կամ այծի կաթով լոգանք ընդունել։ Ամենայն հավանականությամբ նույնիսկ ազնվական հռոմեացի կանայք, որոնց սովոր էր Կեսարը, հավանաբար Կլեոպատրայի կողքին շատ համեստ տեսք ունեն։ Իսկ ինչ էր անում Կեսարը Եգիպտոսում։ Նա Եգիպտոս էր եկել 2 կարևոր գործով։ Առաջինը դա Պտղոմեոսների տոհմի մեծ պարտքն էր եւ երկրորդ պատճառը իր նախկին ընկեր, իսկ այժմ քաղաքացիական պատերազմի մրցակից Պոմպեոս մեծն էր։ Բախտված Պոմպեոսը փախավ Եգիպտոս, հույս ունենալով համոզել եգիպտացիներին գումար տալ իրեն Կեսարի հետ պատերազմը շարունակելու համար։ Եգիպտացիները, փորձելով հաջողանալ հռոմեացիներին, Պոմպեոսին սպանեցին եւ Կեսարին, որպես նվեր, մատուցեցին նրա գլուխը ու մատանին։ Ասիական թագավորների չափանիշներով սա գեղեցիկ ժեստ էր, իսկ հռոմեացիների չափանիշներով բարբարոսություն։ Պոմպեոսը հռոմեացի էր, ինչը նշանակում էր, որ միայն հռոմեացիները կարող էին կտրել նրա գլուխը։ Կեսարը հրամայեց պատժել մարդասպաններին, իսկ Պոմպեոսին հուղարկավորեցին պատվով, բայց գաղտնի, եւ մնաց լուծել միայն պարտքի հարցը։
Կլեոպատրայի հորը ժամանակին գահընկեց արեցին պետական հեղաշրջման արդյունքում։ Փորձելով վերականգնել իշխանությունը, նա հռոմեացիներին առաջարկել էր իրեն գահին վերադարձնել գումարի դիմաց 144 միլիոն սեստերցի կամ 16 տոննա արծաթի։ Դա հսկայական գումար էր այն օրերի համար։ Հռոմեացիները նրան օգնեցին վերադառնալ գահին եւ խոստացված գումարը ստանալու համար ստիպված էին աջակցել Պտղոմեոսների տոհմին։ Եվ այսպես, Կեսարը ժամանում է Եգիպտոս եւ ականատես է լինում իշխանության համար թեժ պայքարի 20-ամյա Կլեոպատրայի եւ նրա 10-ամյա եղբայր Պտղոմեոս 13-րդի միջև։ Իդեպ Կլեոպատրան եւ նրա եղբայրը Պտղոմեոսյան ավանդույթի համաձայն ամուսին եւ կին էին։ Եվ այսպես, Կեսարին ուշ երեկոյան գորգեն բերում, որի մեջ թաքնվում էր եգիպտական արքայադուստրը։ Հանդիպել Կեսարին այնքան էլ հեշտ չէր եւ Կլեոպատրան ստիպված էր դիմել խորամանկության։ Ամեն դեպքում պարզ է, որ Կլեոպատրան էր նախաձեռնել Կեսարի հետ այդ հանդիպումը։ Նա 21 տարեկան էր, Կեսարը 52, եւ շատ շուտով նրանք դարձան սիրեկաններ։ Կեսարը ճիշտ հաշվարկեց, որ եթե իր սիրուհին դառնա Եգիպտոսի տիրակալը, դա կուժեղացնի հռոմեական ազդեցությունը Եգիպտոսում։ Իսկ Եգիպտոսը չափազանց կարևոր էր։ Քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից Եգիպտոսի ազդեցությունը հսկայական էր։ Երկիրը չուներ մեծ բանակ, հզոր նավատորմ կամ գաղութներ, բայց Եգիպտոսը ուներ Նեղոս։ Նեղոսի բերի հողը հնարավորություն էր տալիս տարեկան մի քանի անգամ բերք հավաքել։ Եգիպտոսից արտահանած հացահատիկը կերակրում էր ողջ Միջերկրական ծովը եւ առաջին հերթին Հռոմը։ Հենց այդ հացահատիկն էր մատակարարվում հռոմեական ամբոխին եւ լեգիոններին, որոնցից կախված էր ցանկացած հռոմեական տիրակալի իշխանությունը։ Այսպեսով Կեսարը անցնում է Կլեոպատրայի կողմը եւ հաղթում նրա եղբորը Նեղոսի ճակատամարտում։ Կլեոպատրայի եղբայրը փախչելիս խեղդվում է եւ Կլեոպատրան դառնում է Եգիպտոսի միանձնյա տիրուհի։ Սակայն Կեսարը չէր կարող երկար մնալ Եգիպտոսում։ Նրան անհրաժեշտ էր ներկա գտնվել Հռոմում, որտեղ ի դեպ նրան սպասում էր օրինական կինը։ Ինչ է անում Կեսարը։ Չլսված մի բան, նա Կլեոպատրային իր հետ տանում է Հռոմ։ Միևնույն ժամանակ նա պաշտոնապես չի բաժանվում կնոջից։ Իդեպ Հռոմում Կեսարն ուներ նաև որդեգրված որդին իր զարմիկը Օկտավիանոսը, ապագա կայսր Օկտավիանոս մեծը։ Կեսարին կարծես թե մեկ էր, թե հասարակությունը ինչ կմտածի իր մասին։ Կլեոպատրան իր ամբողջ շքախմբով ապրում էր քաղաքի կենտրոնում գտնվող շքեղ առանձնատանը։ Կեսարը սկսում է մշակել օրենքի նախագիծ, որը թույլ կտա կայսրին ունենալ մի քանի կին եւ ապահովել բավարար թվով ժառանգներ։ Եվ այս ամենը տեղի ունենում դեռ հանրապետական Հռոմում։ Այն ժամանակվա հռոմեացիները նոր էին սկսում կառուցել իրենց կայսրությունը եւ պետք է ասել, որ նրանք շատ պահպանողական մարդիկ էին։ Նրանց համար կարևոր էր տոհմի պատիվը, ընտանեկան արժեքները, ժողովրդավարությունը, ասկետիզմը վերջ-վերջում։ Ինչպես հասկանում եք, Կլեոպատրայի կյանքի շքեղությունը եւ բացահայտ սիրավեպ ամուսնացած Կեսարի հետ մեղմ ասած լավ չէին ընդունվում, թե ինչպես միշտ կար մարդկանց մեկ այլ խումբ, որոնք հերթ էին կանգնում Կլեոպատրայի առանձնատան մոտ, որպեսզի ընկերանան ապագա կայսրուհու հետ։ Սակայն պետք է ասել, որ Կեսարի պահվածքը հաստատ եւս մեկ փաստարկ էր ավելացնում իր դեմ դավադրություն պատրաստող մարդկանց շրջանում։ Կլեոպատրայի եւ Կեսարի երջանկությունը կարճ տևեց։ Կեսարին սպանում են եւ Հռոմում քաղաքացիական պատերազմ է սկսվում։ Կլեոպատրան վախենալով իր կյանքի համար հետ է փախչում Ալեքսանդրիա իր որդու հետ, ում նա ունեցել էր Կեսարից։ Տղային նույնպես անվանել էին Կեսար, սակայն կոչում էին Կեսարիոն, ինչը նշանակում էր փոքր Կեսար։ Քաղաքացիական պատերազմի արդյունքում պարտվում են հանրապետության կողմնակիցները, իսկ մահացած Կեսարի կողմնակիցները հաղթում։ Ձևավորվում է այսպես կոչված երկրորդ եռապետությունը, որի մասնակիցները փաստացի բաժանում են հռոմեական հողերը միմյանց միջև։ Մարկուս Լեպիդոսը ստանում է Աֆրիկան եւ Իսպանիան, Կեսարի որդեգրած որդին Օկտավիանոսը Իտալիան եւ Գալիան, իսկ Հունաստանը, Փոքր Ասիան եւ Եգիպտոսը բաժին են հասնում Կեսարի սիրելի եւ ամենամոտ ընկերոջը Մարկ Անտոնիոսին։ Փաստորեն Մարկ Անտոնիոսը ստանում է լավագույն մասը՝ մշակութային Հունաստանը ու հարուստ Եգիպտոսը։ Որոշ ժամանակ անց Անտոնիոսը որոշում է այցելել Եգիպտոս եւ գուշակեք թե ինչ է անում Կլեոպատրան։ Այո, գրեթե նույն հնարքը։
Չէ, նա այս անգամ իհարկե էլ ստիպված չէ թաքնվել գորգի մեջ, իր միջոցները մի փոքր ավել էին, բայց մենք խոսքը պարզապես կրկին կփոխանցենք Պլութարքոսին։ Պլութարքոսը գրում է. Կլեոպատրան հայտնվում է Անտոնիոսի առջև այն տարիքում, երբ կնոջ գեղեցկությունը ծաղկում է, եւ նրա միտքը ամենասուրն ու ուժեղն է։ Նրանք հանդիպում են Սին գետի վրա, եւ Կլեոպատրան ժամանում է ոսկեզօծ նավով արծաթագույն թիակներով մանուշակագույն առագասների տակ։ Կլեոպատրան ինքն իրեն ներկայացնում է որպես իսկական նվեր։ Մարկ Անտոնիոսը անմիջապես սիրահարվեց, կորցնելով գլուխը։ Կլեոպատրան 28 տարեկան էր, իսկ Անտոնիոսը 41։ Անտոնիոսը իհարկե իդեալական զոհ էր Կլեոպատրայի համար։ Հուլիոս Կեսարը օրինակ հայտնի կնամոլ էր եւ փառասեր էր, բայց ամենից առաջ նա խելացի քաղաքական գործիչ էր, իսկ Անտոնիոսը ոչ։ Նա հռոմեական ոսկե երիտասարդության ներկայացուցիչ էր։ Դեռ պատանեկության տարիներից հայտնի էր կանանց հետ իր սիրավեպերով եւ նրանով, որ սիրում էր խնջույքներ, խմում էր եւ կուտակում էր պարտքեր։ Նա իհարկե տաղանդավոր հրամանատար էր ու խիզախ զինվոր, բայց Մարկ Անտոնիոսը քաղաքական գործիչ չէր եւ Կլեոպատրան հաստատ նրանից ավելի խելացի էր։ Անտոնիոսը ի դեպ, ինչպես եւ ժամանակին Կեսարը, Հռոմում թողել էր իր օրինական կնոջը։ Ինչպես նշել էր Պլուտարխոսը, նրա կինը կատարելապես սովորեցրեց Մարկ Անտոնիոսին, թե ինչպես հնազանդվել կնոջ կամքին, եւ նա կարող էր այդ դասերի համար վճար վերցնել Կլեոպատրայից։ Եվ այսպես, Կլեոպատրան եւ Անտոնիոսը ժամանում են Ալեքսանդրիա արդեն որպես սիրեկաներ։ Իսկ թե ինչպես դասավորվեց Կլեոպատրայի այս սիրո պատմությունը, կխոսենք հաջորդ անգամ։ Բաժանորդագրվեք եւ սիրեք պատմությունը։